Պարոն Ավետիսյան, նախ այսօրվա մասին, այսօրվա խորհրդի մասին ինչ մտքեր ունեք։ Ցավոք սրտի այսօրվա մեծ հաղթանակը արևմուտքը վերածեց, նույնիսկ հասավ նրան, որ որոշ ժողովուրդներ, որոշ երկրներ արդեն քննարկում են այս մեծ արժեքավոր հաղթանակը արդյոք պետք է թե ոչ։ Եվ արդյունքում նույնիսկ եվրոպական մի քանի առաջնորդներ նույնիսկ շարունակում են անմարդկային Հիտլերի եւ նրա գաղափարական ընկերների գաղափարախոսությունը։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում բոլոր հետսովետական երկրների ժողովուրդը ինքը ստիպված է լինելու որոշել արդյոք մենք պայքարելու ենք մեր պապերի կերտած հաղթանակի համար, թե մենք էլ կանգնելու ենք այն շարքերում, որտեղ կանգնել են հիտլերյան ընկերները։ Այդ թվում նաև մենք հայերս, մենք այդ որոշումը պետք է ընդունենք։ Եվ իհարկե ես կցանկանամ իմ հայ ազգին եւ հետսովետական բոլոր ժողովուրդներին ընտրել ճիշտ ճանապարհը, կանգնել մեր պապերի մեծ հաղթանակի որպես պաշտպան եւ այդ արժեքները փոխանցենք մեր նոր սերունդներին, որպեսզի այդ խարանը չմնա մեր կամ մեր սերունդների ապագայում, պատմությունում եւ իհարկե ցավալի է այդ ամենը այսօր տեսնել, բայց ինչ արած, արևմուտքը որդեգրել է այդ քաղաքականությունը, իսկ մենք պետք է պայքարենք, որպեսզի ֆաշիզմը նորից գլուխ չբարձրացնի։ Եվ այսօր իհարկե մեր ռուս եղբայրների հետ եւ հայերը եւ այլ ազգեր Ուկրաինայի տարածքում պայքարում են հենց այդ արժեքները պաշտպանելու համար, որպեսզի աշխարհում եւս մեկ անգամ վերջ տրվի ֆաշիզմի գաղափարախոսությանը։ Սա է հիմնականում այսօրվա անհանգստացնող թեման։ Իսկ թե ինչ է այս տոնը խորհրդանշում, այս տոնը խորհրդանշում է մեր հաղթանակը, մեր պապերի կերտած հաղթանակը, այն հաղթանակը, որ աշխարհին բերեց խաղաղություն եւ այն հաղթանակը, որի ներքո աշխարհը տասնյակ տարիներ ապրեց առանց ֆաշիզմի, ազատության եւ անկախության մեջ։ Պարոն Ավետիսյան, նախորդին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն, կապված Զելենսկու Հայաստանում արած հայտարարությունների հետ եւ ըստ ձեզ ինչ մակարդակի վրա են այս պայն հայ-ռուսական հարաբերությունները եւ այս դրվագը ինչպես կարող է ազդել այդ հարաբերությունների վրա։ Տեսեք, իհարկե շատ ցավալի է, որ Զելենսկին տրվեց հնարավորություն Հայաստանում ելույթ ունենալու եւ նույնիսկ ելույթից հետո հնչեցին մի քանի ծափահարություններ, որը անընդունելի պետք է լինի հայ ազգի համար։ Ես արդեն նշեցի, մեր պապերի հաղթանակը մենք դավաճանելու ենք, թե ոչ։ Մենք պետք է քննարկենք այդ հարցը, մեր պապերի հաղթանակը դավաճանենք, թե ոչ։ Իհարկե պետք է չքննարկենք, մենք չենք կարող դավաճանել մեր պապերին։ Գիտեք, հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե պետք է քննարկվի, թե ինչ հարաբերություններում են, մենք մեր էլիտաները պետք է մի գործ ունենան անելու։ Առավոտյան արթնանան, միշտ, կապ չունի այդ ժամանակահատվածը, եւ պահպանեն հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ եթե այդ հարաբերությունները, այդ անգին հարաբերությունները կպահպանվի, իհարկե Հայաստանը կհարատևի եւ կզարգանա
եւ մենք կապրենք անվտանգ։ Արնավետիսյան Զատուլինն էլ իր հերթին հայտարարել է, կոչ է արել Կրեմլին չճանաչել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե դրանում հաղթի քաղաքացիական պայմանագիրը։ Ըստ ձեզ ինչ զարգացումներ կարելի է ակնկալել այս ամենից։ Գիտեք, ես չեմ ցանկանում մեկնաբանել անհատներին, այո, Զատուլինը Ռուսաստանի Դաշնության պետական դումայի падգամավոր է, դա իր կարծիքն է, ես ունեմ այլ կարծիք, ես ունեմ կարծիք, որ ընդհանրապես Հայաստանում չպետք է լինեն ընտրություններ, ինչ ընտրությունների մասին խոսք կարող է լինել պարտված եւ սեփական անվտանգությունը չվերականգնված երկրում։ Ես չեմ հասկանում այդ ընտրությունների իմաստը, մանավանդ երբ որ մեր երկրի վարչապետը հայտարարել է բաց տեքստով, որ եթե ինքը չընտրվի, Հայաստանում կլինի պատերազմ։ Հայտարարել է։ Այսինքն դուրս է գալի, որ նույնիսկ մեր երկրի վարչապետը չի թողել ընտրության իրավունք։ Չկա ընտրություն։ Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց, քանի որ դրա իմաստ ես բացարձակապես չեմ տեսնում, նորից եմ կրկնում, քաղաքական էլիտաները պետք է համախմբվեն եւ որոշեն Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը վերականգնելու հարցը։ Ես ուրիշ ձև չեմ կարող մեկնաբանել։ Պարոն Ավետիսյան, խորհրդարանական ընտրությունների մասին խոսեցինք, կարծես թե ըստ սոցիալական հարցումների այս պահին ընդդիմությունում քաղաքացիների շրջանում ավելի շատ ձայներ կարելի ասել ունի ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Դուք ինչ կարծիք ունեք այդ քաղաքական ուժի մասին, աջակցում եք նրանց, թե ոչ։ Ճիշտ ասած, ես չէի ուզենա, որ այս ուրախ օրը, այս բարձր արժեք ունեցող օրը վերածեինք քաղաքական հարցազրույցի, բայց կփորձեմ այս մեկ հարցին էլ պատասխանել։ Ես աջակցում եմ բոլոր այն ուժերին, պատրաստ եմ աջակցել բոլոր այն ուժերին, ում համար որ կա ընդամենը մեկ գաղափարախոսություն։ Հայ-ռուսական հարաբերություններ։ Խի ընդամենը մեկ գաղափարախոսություն, որովհետև այդ գաղափարախոսությունից է կախված մեր եւ մեր ապագա սերունդների, մեր Հայաստանի հարատևման հարցը։ Ես այսպես կարող եմ պատասխանել, որ այն գործիչները, որոնք այս տրամաբանության մեջ չեն, ես նրանց խորհուրդ կտամ միանան Նիկոլ Փաշինյանին եւ անիմաստ իրար հետ չվիճվել, որովհետեւ այդ վեճը, որ գիտեք, եթե դուք չանեք այդ նույն բանը ես կանեմ եւ ամեն ինչ կլինի լավ, ես համոզված եմ, որ դա անհնար է։ Այնպես որ ես աջակցում եմ բոլոր այն ուժերին, ովքեր գնահատում են հայ-ռուսական հարաբերությունները, մեր ազգային շահերը, մեր Հայաստանի Հանրապետության հարատևման շահերը։ Նույնիսկ եթե այդ ամենը սանկցիաների տակ ընկնելու հաշվին կլինի։ Շատ կարևոր է մեր երկրի անվտանգության հարցը։ Մնացած հարցերը նույնիսկ երկրորդական չեն։